1802 թվականի հուլիսի 24-ին Պիկարդիայի անտառների խորքում Վիլերկոտրե փոքրիկ քաղաքում ծնվեց մի տղա, որի ճակատագիրը կդառնա ավելի զարմանալի, քան ցանկացած հորինվածք։ Նրան կոչեցին Ալեքսանդր։ Նրա հայրը Թոմա Ալեքսանդր Դյուման հեղափոխական Ֆրանսիայի ամենահայտնի զորավարներից էր։ Նրա անունը ժամանակին հնչում էր բանակում հարգանքով, բայց հետո սկսեցին մոռանալ նրան։ Նորածնի երակներում հոսում էր 3 մայրցամաքների արյուն։ Նրա տատը Մարիա Սիզետտա Դյուման սևամորթ ստրկուհի էր Հայիթիից, ով աշխատում էր շաքարի պլանտացիաներում։ Նրա պապը ֆրանսիացի արիստոկրատ էր, ով սիրահարվեց իր ստրկուհուն, ճանաչեց որդուն և նրան տվեց կրթություն ու ազգանուն։ Այդ որդին, Թոմա Ալեքսանդրը, դարձավ Ֆրանսիայի ամենահզոր զորավարներից մեկը։ Նա հայտնի էր իր անհավանական ուժով։ Ասում էին, որ կարող էր բարձրացնել ձին իր գլխի վերևում կամ մենակ գրավել թշնամու ամրոցը։ Նրան անվանում էին Սև Սատանա։ Բայց Եգիպտոսի արշավը վերջ դրեց այդ փառքին։ Դյուման բացահայտ քննադատում էր Նապոլեոն Բոնապարտին գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Երբ Նելսոնի նավատորմը ջախջախեց ֆրանսիական նավերը, բանակը կտրվեց հայրենիքից։ Նապոլեոնը գաղտնի փախավ Ֆրանսիա, թողնելով իր զորքը։ Դյուման հրաժարվեց փախչել և փորձեց ինքնուրույն վերադառնալ ծովով։ Հոթորիկը նետեց նրա նավը Կալաբրիայի ափ, որտեղ նրան ձերբակալեցին նեապոլիտանական իշխանությունները։ 2 տարի նա անցկացրեց բանտում, առանց պատուհանների խոնավ խցում։ Նրան դանդաղ թունավորում էին, սննդի մեջ փոքր չափաբաժիններով մկնդեղ էին խառնում, որպեսզի մահը բնական թվա։ Երբ նա ազատվեց, արդեն կիսակույր հաշմանդամ էր։ Նրա մազերը սպիտակել էին, ատամները ընկել, ձեռքերը դողում էին։ Նա ընդամենը 40 տարեկան էր, բայց նման էր ծերունու։ Երբ նա վերադարձավ տուն կնոջ մոտ, Նապոլեոնը արդեն առաջին կոնսուլն էր։ Դյուման նամակներ գրեց, խնդրելով օգնություն, բայց ոչ մի պատասխան չստացավ։ Նապոլեոնը ջնջել էր նրան պատմությունից, նրա անունը անհետացավ։ Նրա սխրանքները վերագրեցին ուրիշներին։ Ընտանիքը մնաց առանց միջոցների։ Մարի Լուիզան վաճառեց իր վերջին զարդերը։ Նա կարում էր իր հագուստը հին վարագույժներից։ Երեկոյան Դյուման նստում էր բուխարու մոտ և փոքր Ալեքսանդրին պատմում էր իր մարտերի մասին։ Տղան լսում էր լայն բացված աչքերով։ Նրա համար հայրը լեգենդ էր, բայց քաղաքում մարդիկ նրան այլ կերպ էին տեսնում։ Նրան անվանում էին Մուլատ, ծաղրում էին։ 1806 թվականի փետրվարի 26-ին Դյուման մահացավ։ Նա 44 տարեկան էր։ Թաղմանը գրեթե ոչ ոք չեկավ։ Մարի Լուիզան կանգնած էր գերեզմանի մոտ, բռնած 4 տարեկան Ալեքսանդրի ձեռքը։ Տղան չէր լացում։ Նա դեռ չէր հասկանում, որ հայրը այլևս երբեք չի խոսի նրա հետ։